ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանրային հեռուստաընկերության եթերում սխալ եւ ոչ լիարժեք տեղեկություն է տրամադրել, չներկայացնելով ամբողջական իրավիճակը, ինչն էլ հանրության շրջանում բացասական տրամադրությունների պատճառ է հանդիսացել, բացահայտել է փաստերի ստուգման հարթակը։ ՖԻՊ-ը փորձել է պարզել, արդյոք իրականությանը համապատասխանում է ՀԾԿՀ նախագահի հայտարարությունը, թե սպառողների հաշվիչների ցուցմունքները անհետացել են։ Այդ նպատակով լրագրողը դիմել է ՀԵՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները։ Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը եւ ՀԵՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Փաստացի բաժանորդը իր տվյալներին հասանելիություն կարողացել է ունենալ եւ դրանք ամենևին էլ չեն չքացել, ինչպես հարցազրույցում պնդել էր ՀԾԿՀ մարմնի ղեկավարը։ Ռոմանոս Պետրոսյանը նոր մեղադրանքներ է հղել Սամվել Կարապետյանի հասցեին, նրա ՀԵՑ-ի լիցենզիայից զրկելն արդարացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը կրկին հայտարարել է, թե ՀԵՑ-ի 2018-ից 2024 թվականների նոյեմբերի բազան ջնջվել է։ Պետրոսյանը նշել է, թե ՀԵՑ-ում շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան թերգրանցվել է։ Փաշինյանն էլ շարունակել է ժամանակավոր կառավարչի խոսքը, նշելով, որ եթե այդ խնդրի հետևից մինչև վերջ չեն գնացել, ուրեմն նշանակում է ինչ-որ բան են թաքցրել։ Փաշինյան-Պետրոսյան զրույցին պատասխանել է Նարեկ Կարապետյանը, ասելով, որ Փաշինյանը կանչել էր ՀԵՑ-ի կառավարչին եւ նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԵՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս զրույցին կետ-առ-կետ կանրադառնանք քիչ հետո, գրել է Նարեկ Կարապետյանը ու եւս մեկ անգամ արձանագրել, որ մեջբերում Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում եւ սա նրա թույլ կողմն է, ինչպես այստեղ, այնպես էլ ամենտեղ, գրել է Տաշիր գրուպի հոլդինգի ղեկավարի տեղակալը։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ եւս մեկ անգամ ներկայացրել են, որ ՀԾԿՀ-ն մերժել է հոսանքի գինը իջեցնելու մեր ձևովի առաջարկը։ Տավուշում 5-րդ օրն է հրշեջները չեն կարողանում մարել հրդեհը։ Մեկուսացում այս պահին չկա, բայց ամեն ինչ վերահսկելի է։ Հրդեհի տարածումը կանխվել է դեպի տներ, հյուրատներ, հայտնել է Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Սարգիս Մարկոսյանը։ Այս պահին ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ոլորանների հատվածում։ Նաև հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացում Կազաչի տեղամասում։ Երկու հրդեհներն էլ վերահսկել են այս պահին վտանգավոր առանձնապես մարդու կյանքի առողջության սպառնացող երևույթներ չունենք։ Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն անսպասելի խուզարկություն են իրականացրել Արաբգիր համայնքում գործող հանցավոր զանգերի կենտրոնում։ Պարզվել է, որ մի խումբ անձինք վարձակալած տարածքում կազմակերպել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ, թիրախավորելով օտարերկրյա քաղաքացիներին։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կազմակերպության անդամները, նրանց օգտագործած տեխնիկան եւ առանցքային էլեկտրոնային ապացույցներ, որոնք նրանք չեն հասցրել ոչնչացնել։ Գործով կատարվում են բարույթային գործողություններ, իրականացվում է համագործակցություն օտարերկրյա իրավապահների հետ։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն մեխանիզմը կիրառող հանցավոր եւ այլ կազմակերպությունների հետ, որոնք էլ թիրախավորում են Հայաստանի քաղաքացիներին։ Երևանում 70-ամյա Մարգարիտա Գ-ն դարձել է հեռախոսային խարդախության զոհ։ Նրան զանգահարել են ներկայանալով իբր Յուքոմի աշխատակից եւ համոզել տիկնոջը լրացնել հեռախոսին ուղարկված 5G կարգավորումներ։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, ժամեր անց կինը նկատել է, որ իր անվան բանկային հաշվեհամարից կատարվել են շուրջ 5 միլիոն դրամի փոխանցումներ տարբեր բանկեր։ Դեպքի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե։ Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ Երևան քաղաքի տոնական ձևավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ գնման ընթացակարգով ընդհանուր 607 միլիոն դրամի, որից շուրջ 57 միլիոնով նախատեսվում է ձեռք բերել հանրապետության հրապարակի տոնածառի ճյուղեր եւ լույսեր, հայտնել են քաղաքապետարանից։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը եւ վճարել փոխհատուցում։
Մեր ձևով ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 9000-ի։ Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանը մեկ շաբաթվա ընթացքում 1000 կամավոր է միացել։ Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են մեր ձևով շարժման հետ, ասվում է շարժման Facebook-յան էջում։ Չնայած բանակցային փուլին, Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են միմյանց ավերիչ հարվածներ հասցնել։ Հրթիռներով մասսայական հարձակման են ենթարկվել Կիևը, հարվածներ են հասցվել բնակելի շենքերին եւ էներգետիկ օբյեկտներին, հայտնում են տեղի իշխանությունները։ Կենտրոնական Պեչերսկի շրջանում վնասվել է բազմաբնակարան շենք, արևելյան Դնիպրովսկի շրջանում հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում։ Նախնական տվյալով կա 6 զոհ, 12 վիրավոր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ռեկորդային 249 անօդաչու թռչող սարք, ինչը վկայում է հակամարտության այս փուլի աննախադեպ ինտենսիվության մասին։ Թեև Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը, սակայն ԱՄՆ-ն դեռևս զգալի քանակությամբ սպառազինություն է ուղարկում եւ վաճառում ՆԱՏՕ-ին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող դա անել անընդհատ, եւ նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի, նշել է նա։ Լևիթն անդրադարձել է նաեւ բանակցային փուլին եւ ասել, որ ԱՄՆ-ն հասկանում է խաղաղության ծրագիրը պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայության ուժայինները կանխել են Կալինինգրադի մարզի ուղղափառ եկեղեցում ծրագրված ահաբեկչությունը։ Նրանց տվյալով այն նախապատրաստվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հրահանգով։ 17-ամյա տղան դրա համար ինքնաշեն հրկիզող սարքեր է ստեղծել։ Երիտասարդը ձերբակալվել է։ Մակրոնը հերքել է ենթադրությունները այն մասին, որ հանրապետությունում քննարկվող ազգային զինվորական ծառայության բարեփոխումը կարող է հանգեցնել երիտասարդներին Ուկրաինա ուղարկելուն։ Ֆրանսիա մտադիր չէ երիտասարդներին ուղարկել Ուկրաինա պատերազմելու, այս մասին հայտարարել է Մակրոնը։ Մենք պետք է ուժեղացնենք կապը զինված ուժերի եւ պետությունների միջև, բայց մենք հիմա իսկապես պետք է փարատենք այն սխալ տպավորությունը, թե պատրաստվում ենք մեր զինվորներին ուղարկել Ուկրաինա, ասել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ Ֆրանսիան մի քանի հազարանոց զորք է ուղարկում հակամարտության գոտի։ Թայլանդի հարավում գտնվող Հատյայի քաղաքը ջրհեղեղից ավերվել է։ Երկրի իշխանությունները տարհանում են բնակչությանը եւ զբոսաշրջիկներին։ Ջրի մակարդակը հասել է 1.5-ից 3 մետրի։ Տների առաջին հարկերը ամբողջությամբ ջրի տակ են անցել։ 2, 1 Չինաստանն ուղեցիր է դուրս բերել դատարկ Շենչժոու 22 տիեզերանավը։ Առաքելության նպատակն է վերադարձնել այն տիեզերագնացներին, որոնք Շենչժոու 20-ի անսարքության պատճառով մնացել էին չինական տիեզերակայանում առանց տրանսպորտային միջոցի։ Ավելի վաղ Շենչժոու 20-ի անձնակազմն ավարտելով իր պլանավորած առաքելությունը չի կարողացել օգտագործել սեփական նավը, որը վնասվել էր տիեզերական աղբի պատճառով։ Նրանց համար ուղարկվել էր Շենչժոու 21 տիեզերանավը։ Չինաստանում մարդանման ռոբոտը ռեկորդ է սահմանել, նա 3 օրում քայլել է ավելի քան 100 կիլոմետր։ Սա ռոբոտների երբևէ անցած ամենաերկար տարածությունն է։ Արհեստական բանականության շնորհիվ Disney ընկերությունը կյանքի է կոչել Frozen մուլտֆիլմի Օլաֆի կերպարը։ Հրապարակված տեսանյութում ձնեմարդը շարժվել է խոսել կազմակերպիչների հետ։ Նրանք նշել են, որ կերպարը հաջորդ տարի կլինի նաև Հոնկոնգի եւ Փարիզի Disneyland-երում։